Սիրակի իմաստնությունը 19 Ով անարգում է փոքրագույն բաները, քիչ-քիչ կկործանվի։ Կանայք և գինին կործանում են իմաստնությունը, և լկտի մարդը պիտի սատակի։ Ով փութկոտ է հավատալու մեջ, նա թեթևամիտ է, և ով հանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դեմ։ Ով մտքով լիրբ է, շատերից կմեղադրվի։ Շատախոսության վտանգը Մի հոժարիր խոսքդ կրկնել ոչ բարեկամին և ոչ թշնամուն։ Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզանից։ Լսեցի՞ր որևէ խոսք, թող մեռնի այն քո սրտում։ Պինդ կաց, քանզի այն քեզ չի պատռի և դուրս չի գա։ Տխմարն իր խոսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպես երեխայից ծնվածը։ Ինչպես մարդու մարմնի մեջ մխրճված նետն է, այնպես էլ խոսքն է անմիտ մարդու սրտում։ Ուղղել բարեկամին, քննիր բարեկամին, գուցե ոչնչով նա չի մեղանչել։ Իսկ եթե մեղանչել է, դարձյալ զգուշացրու, որպեսզի բարեկամությունը հաստատ մնա։ Բանսարկությունները շատ են, բայց դու ամեն խոսքի մի հավատա։ Մարդ կա, որ մեղանչում է լեզվով և ոչ թե մտքով, քանզի ով է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզվով։ Ամեն իմաստնություն երկյուղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը հարցուփորձ արա քո մերձավորին և տեղ թող բարձրյալի օրենքի համար։ Չարերի խրատն իմաստնություն չէ, և ոչ էլ մեղավորների խորհուրդը։ Նենգություն կա, որ գարշանք է, և կա աղքատամտություն, որ զուրկ է իմաստնությունից։ Լավ է երկյուղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որ հանդգնում է զանց առնել օրենքը։ Կա նրբին խորագիտություն, որ լեցուն է ապիրատությամբ և անիրավությամբ։ Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երևան հանի արդարությունը։ Խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ և գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ։ Նա դեմքով խոնարհ է և խուլ է ձևանում, բայց քեզ կսպասի այնտեղ, ուր չես էլ կարծում։ Եվ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի։ Մարդը ճանաչվում է իր հայացքից իսկ, և դեմքի տեսքից երևում է իմաստնությունը։ Մարդու հագուստը, երեսիցի ծաղը և ոտքի քայլը հայտնի է դարձնում նրան։ Հանդիմանություն կա, որ բարի չէ, և լռություն կա, որ իմաստություն է։